լավ կյանքի արժանի ենք, չէ։ Կարող ենք դատապարտված ենք, որ պետք է, ասենք, չգիտեմ, այս շորը նոր չարնենք, խնայենք անընդհատ, գազի փողը, չգիտեմ, հոսանքի փողը, դեղի փողը, եւ դատապարտված չենք, չէ։ Հիմա տեսեք, այս քաղաքապետը որ նստած է, ուրեմն էլ եմ ասում, մենակ այս քաղաքապետի մասին չխոսքը, չեք կարող ասեք, որ հանրապետությունում կա մի քաղաքապետ, որ բոլորս գիտենք, որ ասենք սա իշխա քաղաքապետ է, ժողովրդական քաղաքապետ է, չկա մի նախարար, որ ժողովուրդը մատածույց է, այս ինչ լավ նախարար է, չկա մի վարչապետ, որ ժողովուրդը մատածույց է, այս ինչ լավ վարչապետ, այսինքն հովիտ կրակը չենք այդ ամենի ձեռը։ Հիմա տեսեք, բայց դա չի նշանակում որ լուծումներ չկա։ Մենք պետք է կարողանանք այս եղածին հեռացնել, այդ որ Այրազորյանը ասում է, բանը բազող տողով կնիքները կա, չէ։ Ուրեմն կնիքեր կա, երևի դա մրցույթ է, ինքը սպասում է շտամպել է հետո։ Այդ կնիք հետո շտամպել գիտեք, չէ ինչա։ Հիմա այդտեղ չկա արդեն, եթե մրցույթ է, կնիքի շտամպի ես չգիտեմ։ Բայց քաղաքապետի պաշտոնն ու կաբինետը վայելքի տեղ չի, որ առավոտ կան նստեն սուրճը բերեն, հետո վիսկի բերեն, հետո չգիտեմ ինչ անի։ Քաղաքապետը ծառայ է, քաղաքապետը իր աշխատաժամանակի 80%-ը պետք է հասկացնի քաղաքի փողոցներով ման գալով։ Պարզ են ասում, նա պետք է քաղաքում ման գա, այսպես գնա, եկով գնա, գատեսնի ստեղ ինչ աշ, որպեսզի հասկանես, քաղաքում ինչ կա, ինքը իհարկե լավ գիտի, բայց երևի ինքը ոչ հնարավորություն ունի, ոչ կարողություն, ոչ ունակություն, եւ ամենավատը ոչ ցանկություն, որպեսզի կարողանա ման գա, դա գիտեք ինչ ասի, գա ժողովրդին ասի ժողովուրդ ջան։ Ես տեսնում ձեր թաղում կա 120 պրոբլեմ։ Ես կարամ վաղը լուծեմ դրանցից 2-ը ընդամենը։ 6 ամսվա ընթացքում կարամ լուծեմ 7-ը, բայց հնարավորություն չկա որ լավ անում, թող այնտեղը նստի անի։ Բայց եթե ձեր հետ ինքը գա, պարզ մարդավարի խոսա, դուք ասեք ախպեր ջան, այս մարդը ուզում է էլի գործանի, բայց ռեսուրս չկա։ Հետո կարող ասի եկեք դուք միտինգ արեք, ասեք Երևան, միտինգներ արեք Գյումրիի համար թող այսքան փող տան։ Բայց չի անում դա, չի անում, որովհետև ընդհանրապես հանրապետությունում ոչ մի համակապետը չի անում։ Գիտեք ինչի, որովհետև դրանց վախեցած են։ Վախեցած ղեկավարը չի կարող ոչ մի բան անի։ Նա պետք է ուժեղ լինի, որպեսզի ուժեղ լինի, պետք է ժողովրդի կողմից ընդունված լինի։ Ոչինչ հերնել անիծած, թող մի երկու ռիսկով քայլ անի, հետո դիմումը գրի, գնա իր գործին։ Բայց կհիշեք, կասեք սա այն մարդն է, որ կարացավանի, կհիշեք, չէ, ամենաթանկ բանը էդ է։ Գիտեք իմ համար պատճառավոր դառնալուց հետո որն է ամենամեծ արժեքը։ Ես ապահովված մարդ եմ եղել ամեն ինչով եւ այլն։ Ես որ դուրս եմ գալի հանրապետության ցանկացած բնակավայրում փողոց, մարդկա 10-ից 8-ը ինձ ճանաչում է։ Սա ամենակարևոր է, բայց մեր հետևից հայոյանք չկա, մեր հետևից չեն ասում սա այն ինչն է։ Մեզ պարզ մարդկայոտ է մարդու հետ կարողանաս խոսալ։ Մենք պետք է կարգին քաղաքապետ ընտրենք, մենք քաղաքապետը պետք է վստահություն շնչի, քաղաքապետը պետք է ծառայի ձեզ, մենք Գյումրու մասին օրենքը դրել ենք շրջանառության մեջ, Գյումրին ամենաշատ տուժած համայնքն է, պետք է Գյումրին մեջքը շտկի եւ ողնաշարը շտկի, ամոթ է, եւ բայց Գյումրեցու թասիբը այնքան մեծ է, դուք պետք է դաստակ ամբողջ հանրապետությանը։ Գյումրեցին պետք է տեսնի, որ այո, Գյումրիում ես ցես փոխում եմ, որպեսզի մյուսներն էլ ողջևորվեն, շարժվեն առաջ։ Ես հավատացած եմ, որ Գյումրեցին դա անելու է։ Գյումրեցին եթե տալիս է աշխարհում այս սպորտոպրոցը ավարտած, մյուս սպորտ աշխարհի օլիմպիական չեմպիոն, ուրեմն ունա կա անելու։ Ես ձեզ հավատան եմ, մենք Կիրակի օրը այդ պրոբլեմը լուծելու ենք։ Պրոբլեմը, տեսեք, փոքր միջամտությամբ չի։ Պրոբլեմը ուռուց կա։ Քիմ թերապիաներ չի օգնում, դες կտրես, վերջնական գցես են կողմ։ Կիրակի օրը հարցում ենք դուք եք, մենք միասին լուծելու ենք։ Ժողովուրդ ջան, ճիշտ ասում, ուժեղ այն համայնքապետը, այն քաղաքապետը, որը ունի ժողովրդի վստահությունը, ուժեղ այն ղեկավարը, այն առաջնորդը կապ չունի, հոգևոր, հասարակ օրինակ բերեմ։ Ես Գյումրեցու հարց եմ, Սամվել Մկրտչյանը, ձեր թարգմանիչ, Ջոյսի Ուլիսեսի, Էլոթի թարգմանիչը, 7 բեր եկեղեցու տեղադրվում էր այն մեծ կապույտ աչքով խաչը, իմ ամուսնուն նվիրված, ինքը ոչ կանոնիկ խաչ է, մեր առաքելական եկեղեցու կանոններին ինքը չէր բռնում, բայց Աջապարյանը այնքան ուներ ձեր աջակցությունը, որ ես ասեցի, կարող է եկեղեցու մեջ միացնուց ասեն, ինքը առաքելական չի, որտեղ Աբո Վարդանյանը մեր քանդակագործը Գյումրեցի, իմ Սամվելի ընկերը, որ այդ խաչը սարքել էր, ինքը չի բռնում մեր կանոնիկ առաքելական, բայց Աջապարյանն այնքան ուժեղ է ձեզանով, որ ասեց ոչինչ, ես եմ անում, այս միածինը բան չի կարող ասի,
որպեսզի նաև մենք քաղաքապետ պետք է ունենանք, որը ոչ թե վախկոտ լինի, ոչ թե վախենալ են վերևից կզանգենք ասեն, այդ ինչ ես անում, որտեղ իրանք բոլորը մի արատավոր կրիմինալ շղթայի մեջ իրար հետ կապված են։ Ժողովուրդ, այո, ինքը ուժեղ պետք է լինի ձեզանով։ Եթե իսկ ձեզանով ուժեղ կարող լինի միայն այն դեպքում, եթե ունենա ձեր վստահության քվե։ Ես հասկանում եմ, որ հիմա դուք ասեք ինչքան եղել է խորհրդարանական նախագահական ընտրություն արել ենք, բան չի փոխվել։ Շատ դժվար է, այո, բայց մեկը ասել բան չի փոխվել։ Գնան նստել տները, դա է իրանց ուզածը, որտեղ փոխարեն գնան քվեարկելու, չեն թողելու ժողովուրդ։ Լևա Խաչատրյան ազգային ժողովի պատգամավոր։ Նորից ընտրություն է։ Խաբները կարելի է մի անգամ, երկու անգամ, բայց անվերջ։ Հավատալ կարելի է մի անգամ, երկու անգամ, բայց անվերջ։ Այս իշխանությունները չեն կարող, ոչ թե չեն կարողանում, չեն ցանկանում։ Չեն ցանկանում, որ դուք աշխատանք ունենաք, որ դուք ձեր ընտանիքը կարողանաք նորմալ պահել, որ դուք արժանապատիվ կարողանաք ապրել, որտեղ արժանապատիվ մարդը, աշխատանք ունեցող մարդը, հնարավորություն ունեցող մարդը ինքն է որոշում, ով լինի քաղաքապետը, իր համայնքապետը, իր նախագահն։ Հասկանում եք, երբ դուք չեք ցանկանում, միայն մի ճանապարհ անում, որ դուք աշխատանք չունենաք, որ դուք նպաստավոր լինեք, որ դուք ախված լինեք նպաստողից, որ երկու ամիսը տակինած, երկու ամիս տանակ հետո էլի կդրեն, որ հետո էլի կդակ դրանց դրները, որքան կարելի է, ինչքան կարելի է, միակ ճանապարհ ընտրությունն է, երկու օր հետո դուք զարթնելու եք, որոշում կայացնելուց հետո կամ հուսահատված եք լինելու, նայելու եք վաղը չեմ իսօր թորներից մեկն է, գնաց եք օգնել չի։ Երկու, երեք լորիում էին, հիմնականում կանանք էին։ Տղամարդիկ չեն մնացել կանանց սիրել։ Ինչ են ուզում, ինչ են ձգտում, ինչեր երբ պիտի համբերեն։ Եկեք մի անգամ նորից օրինակ ծառայեք, ես գիտեմ, արդեն մի քանի ընտրություն դուք դա անում եք, բայց չի անցնում շատերի։ Հայաստանի շատ տարածքներում չի անցնում, ես անգամ կհասնում։ Մի անգամ էլ ցույց տվեք հայաստանցիներին թե ոնց են ընտրություն անում, ես անգամ պահելու եք մինչև վերջ։ Ամեն ինչ անելու են, որ բոլորի ձենը տեղ հասնեն, բոլորի ձենը տեղ հասնի։ Կատարեք այդ ընտրությունը դուք, Վարդևանը հարալ կապրակել մարդը, Վարդևանը գալիս է ձեզի ծառայելու, ավականի անդամները հարալ կապնակել տղեկ են, պին տղեկ են, եկեք դրանք ձեզ ծառայելու, այդ օրինակը ցույց տվեք, որպեսզի մեզ համար հեշտ լինի, ապրիլի 2-ին արդեն համապետական ընտրություններում կատարենք իրական ընտրություն եւ բերենք այն իշխանությանը, որոնց դուք ուզում եք։ Սկսենք Գյումրիից, շնորհակալ։ Իսկապես ես նայում եմ, չէ՞ մեր ավականիների ցուցակը, բոլորը արժանապատիվ մարդիկ, բոլորը մարդիկ, ովքեր ուզում են, ովքեր ծնվել են այս քաղաքում, ովքերից ամենածանր պահին ունենալով հնարավորություն գնալ Ռուսաստանում, Եվրոպաներում, բիզնեսներ դնել, իրենց երեխաների վաղվա օրը ապահովել, մնացել են քաղաքում, մնացել են, որովհետև հավատացել են Գյումրու վաղվա օրվան։ Հիմա խոսքը փոխանցում եմ մեր ավականու համամասնական ցուցակի ավականու տեխնացու Հովհաննես Խաչատրյան Հովհաննիսյանին։ Հարգելի համակարգացիներ, լինելով բնիկ Գյումրեցի, ստեղծվելով մեծանալով, տեսնելով մեր քաղաքի ծայրահեղ ծանր վիճակը, որը նման է մի հատ նավի առանց նավապետ։ Ուսումնասիրելով Բարգավաճ Հայաստանի թիմը, ճանաչելով Վարդևան Գրիգորյանին, միացել եմ Բարգավաճ Հայաստան խմբին։ Մենք նորոգելու ենք, կառուցելու ենք այս քաղաքը։ Գովազդային վահանակները, որ առատած ձեռն ու գումարներով, ամեն ստորի մի հատ կա, Անադառնալով դոնց միշտ սպորտի կողքին գովազդ կա։ Որ սպորտի կողքն սարքել։ Միշտ սպորտի կողքին որ սպորտսմենին են հովանավորել մտցման էկտրում։ Երկրորդ զարերը, այդ զարերը կախողը 5 արժանապատվություն ունի, ինչի է խաղամարդն ճակատագրերի հետ։ Դուրակ խաղալ չի, մենք կրնայինք իրանց գովազդին հակառակ սաբոնն է դարեինք։ Որ լավ կսաբնվի։ Մեր քաղաքապետը կամ ինչ-որ միազեն իշխանավոր, դիք շախմատի միջի զինվորն է, երբ ուզեն ժերտվակ ուղղան։ Մեզի պետք է մեզ քաղաքապետ, որ այս քաղաքի միջի մեծուծած երեխեն չամիջի իր քաղաքից։ Հետ գնացեք 25 տարի նախքան երկրաշարժը։ Կար Գյումրի նման քաղաք։ Այսօր ուրիշ տեղով խոսք ելնիք սնա ռայոն Գյումրի քաղաք է,
Ինչի համար չունենալով լավ քաղաքապետ։ Մենք պայքարելու ենք ունենալով Վարդան Գրիգորյանի նման քաղաքապետ, սարքելու, նորոգելու այս քաղաքը, որ մեր երեխեքը եկու չամիջեն, սելով թե մեր հերերը չերեցին։ 5000 դրամով ծախում։ Այդ 5000 դրամները դու շիպին առնին, վրեկը կփռեն։